խաղաղության բանը խոսում է պատերազմի պայմանագրի մասին, որտեղ ծիծաղելի է խոսել խաղաղության պայմանագիր, մի հատ հոխորտանքները լսեք, հերո մի գնացեք, երեք տեսեք ինչ էր վայրահաճում Ալիևը, եւ դրանից առաջ եւ կրակոցները կոնկրետ, այս մեկ շաբաթվա ընթացքում կոնկրետ բնակելի այդ կարասների տների վրա է, ինչի մասն է խոսքը, ակնհայտ է, որ պատերազմի պայմանագիրը եւ անամոթաբար ասում են, որ այդ հարցը, գերիների հարցը ներառված չի, չկա, որում ոչ բանակների առաջին գերակա հարցը ոչ միայն ինքը պետք է պայմանագրի մաս դառնան, ընդհանրապես են պարզ բան է, թե անունը դրել եք խաղաղության պայմանագիր, հետո է դարձավ համաձայնագիր, այդ խաղաղություն բառը ենթադրում է, ոնց որ մեկը գերի վերցնի ինչ որ քո ընտանիքի անդամներից մեկին, sense պահի զենքը գլխին, ու դու այդ վիճակում այդ մարդու հետ sense սկսես ինչ որ այդ թեմա խոսաս, ասես լավ, դու տենց այդ գերին sense բռնի, մենք իրար հետ բան ենք քննարկում, ինչ որ քննարկենք բիզնես անենք, քննարկենք ինչ որ համատեղ եսիմ ինչ անենք, այդ ուղղակի որ ասած ոչ մի հարթության մեջ տրամաբանություն չկա։ Այս հարցը ոչ թե պետք է դառնար պայմանագրի մաս, այս հարցը պետք է դառնա նախապայման։ Այսինքն, Գետ ջան, եթե դու խաղաղություն ես ուզում, նաև միջազգային հանրությանը պետք է ասվի։ Եթե դու խաղաղություն ես ուզում, ոնց կարաս դու գերի ունենաս։ Այսինքն, այդ գերիների վերադարձը պետք է դառնար հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման նախապայման, որտեղ մենք այնտեղ հազարատ հարց ունենք։ Ակնհայտ է, որ քաղաքական process-ներում այս մարդկանց ակտիվությունը հաճելի չէ, մեղմ ասած Նիկոլ Փաշինյանին, ու այսօր էլ մենք տեսնում ենք, որ արցախցիների բազմաթիվ խնդիրներ կան ու անկես լինենք, ցավոք այդ խնդիրների լուծումն էլ, այդ process-ն էլ ցավոք տենց մեծ առաջնորդություն էլ չունի Արցախի մնացած իշխանությունների կողմից, այսինքն այդ մարդիկ ինքնաբուխ ինչ որ այլ ձևերով են կազմակերպվում եւ այո, ստեղ Արցախի նախկին իշխանությունների արկայությունը, ովքեր ունեն ոչ թե ի պաշտոն էլ անձնապես բարձր հեղինակություն արցախցիների մոտ, այդ մարդիկ կարող էին առաջնորդնել նաեւ արցախցիների շահերի պաշտպանությունը եւ այս տեսանկյունից այո, Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ կապված ցանկացած երևույթ, ցանկացած process, ցանկացած անձից հեռու է ուզում մնա եւ այդ մարդկանց վերադարձը ես հույս ունեմ, որ օր առաջ այդ մարդիկ վերադառնալու են, ոչ միայն քաղաքական առումով են Նիկոլ Փաշինյանին վնասելու, այլ նաև շատ բաներ կա, որ այդ մարդիկ կգան ու կպատմեն, չէ։ Այսինքն այսօր որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է այդ Արցախը, թե տենց գնացիք, էս արիք, եղաշրջում արիք, այսինքն ակնհայտ իրենք դրա համար հատուկ բաներ էին պահում, հատուկ շներ էին պահում, որ այս անձանց հեղինակազրկեն, վարկաբեկեն, այսինքն իրանք միայն մի ուղղությամբ չէ, որ այդ մարդիկ ակնհայտ է, որ Արցախի ոչ միայն վերջի իրադարձությունների սեպտեմբերյան Արցախի հանձնանալն եւ դեռ Լաչինի միջանցքի ժամանակվանից Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը ամբողջովին ձեռքերը լվացել է, այսինքն այդ ինֆորմացիան ես էլ եմ մտեղ եղել, ականատես եմ եղել, որ Հայաստանի իշխանությունները Լաչինի միջանցքի փակվելու պահից ի վեր ուղղակի Արցախի իշխանություններին փոխանցել են, որ մենք ոչնչով չենք պատրաստվում զբաղվել։ Ձեր գլխի ճարը տեսեք, այսինքն դա դեռ մի տարի առաջ էր, 9 ամիս առաջ էր, միջև այդ Արայիկ Հարությունյանի հրաժարականը մնացած process-ները, այսինքն հետեւաբար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նաև այս անձանց այստեղ չլինելը օգտագործում է նաև դա էլ բարոյապես ուղղակի անընդունելի է խոսել մարդկանց մասին, ովքեր չեն կարողանում պատասխանել, որ այդ մարդիկ կգան Նաև հանրությունը չնայած վստահ են, որ հանրությունը շատ լավ հասկանում է Արցախի հանձնման միակ մեղավորն ու պատասխանատուն ուղը, բայց փաստերով կներկայացնեն ու դրա դիմաց ԿՊԱ-ականները ոչինչ չեն ունենալ ասել։ Հանրությունը արդյոք հասկանում է, այս հանրությունն է նաև, որ այսօր այս հերոսական քայլի գնացած մարդիկ, որ սպասեցին մինչև Արցախի վերջին հայերը դուրս գան եւ մինչև վերջին պահը մնացել են արցախցիների կողմը, ինչ որ շնացիններ, շնաբարոներ, հայտարարություններ կոչեր էին անում այս մարդկանց գնդակահարեք բանտում եւ այդ շնացինները ունեին լսարան եւ այդպես տևական ժամանակ կարողանում էին ազդել։ Իմիջիայլոց դա միակը չի, հիմա մենք տեսնում ենք դեռ այդ խոսույթը կարողանա, դուք հասկանում եք, այսպիսի խոսույթ կարողանա հնչել, կարողանա տարածվել, սա նաեւ մեր բաց թողումն է, որ մենք ըստ արժանապատվին չենք կարողանում այս մարդկանց գնահատել, թե ովքեր են ինչ են արել եւ ինչ ընդհանրապես սա ազգային ողբերգություն չի, ազգային համատարած նվաստացում է, մենք չենք կարողանում մեր հանրությանը հասցնել։ Ցավոք այո, իշխանությունը իր կեղծ ու լկտի քարոզչությունով կարողանում է ինչ-որ մարդկանց վրա ազդել, բայց մյուս կողմից էլ վստահ եմ, որ դա հասարակության փոքր մասն է, ուղղակի այս ագրեսիան այնքան սենց լցնում են, որ թվում է, թե իրենք կարողանում են ազդեցություն ունենալ։ Այո, բոլորը
դերն ունեն եւ ընդդիմությունը եւ նաեւ լրատվական դաշտը, որ այնպես անենք, որ հասարակության մոտ այս տրամադրությունները փոփոխվեն, բայց այո, իշխանությունը նաեւ ցավոք իր կեղծ ու այդ ահռելի քարոզչամեքենայով, ֆեյքերով, սոցցանցերով, ինչու՞ չէ, նաեւ հենց իրենց դեմքով անընդհատ տարածում են այդ լուրերը, բայց ես վստահ եմ, որ պատմությունը իր արժանի պատասխանը կտա եւ այն մարդկանց, ովքեր որ Արցախում պայքարել են, այո, պայքարենք անընդհատ, որովհետեւ անկախ խոսքի սկզբում էլ նոր խոսեցինք, նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը մեր երկրի մարտահրավերներից գլխավորը չէ։ Մեր երկիրը բազմաթիվ մարտահրավերներ ունի եւ եկեք պատկերացնենք այնպես չէ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնաց վաղը բոլոր խնդիրները լուծվելու է։ Շարունակում ենք մենք ունենալ Ադրբեջանի պես ագրեսոր հարևան իր հայատյաց քաղաքականությամբ, բարդ տարածաշրջան, հետեւաբար այո մենք մեծ անելիք ունենք եւ այնպես չէ որ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո բոլոր խնդիրները մի ժամում լուծվելու են։ Այդտեղ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքում մենք տարիների աշխատանք ունենք այս մարտահրավերներին դիմակայելու, հետեւաբար ծանր աշխատանք ունենք անելու։ Դուք մասամբ խոսեցիք դրա մասին, բայց շատ կարևոր բան ասեցիք։ Հիմա տեսեք, իրենք ամեն ինչ անում են, որ գերիների թեման չարծարծվի, չխոսեն։ Ես այստեղ ոչ թե ինչ-որ բան եմ ասում, թերևս մեր լրատվամիջոցը եւս 1-2 լրատվամիջոց է կարևորում եւ ամենօրյա հարց է սա դառնում եւ մոլորեցնելով հանրությանը, այդ մոլորության ծուղակի մեջ էին հայտնվել նաեւ հասարակական քաղաքական գործիչները։ Եկեք այդ թեմայով չխոսենք, բայց տեսեք, երբ որ Աղմուկ եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից, որդու կողմից, տեսեք ինչ բան է, անհանգիստ վիճակի մեջ է հայտնվում Ալիև եւ անգամ պատասխաներ, չէ՞։ Սա մեկ անգամ եւս հուշում եմ, որ այդ ընտանիքը ճիշտ ճանապարհի վրա է եւ մենք ենք, մեր հանրությունը, քաղաքական գործիչները, ուժերը, հասարակական գործիչները, որ մոլորված են եւ սխալ ճանապարհի վրա են, որ սա ամենօրյա բան թեմա չէ դարձնում։ Շատ կարևոր է, որովհետեւ մենք էլ բազմիցս ասում ենք, որ այս աղմուկը պետք է շարունակվի։ Եկեք հիշենք, տեսեք, Ռուբեն Վարդանյանը գնաց ծայրահեղ քայլի, հացադուլ հայտարարելուց հետո եւ Հայաստանի հասարակական քաղաքական հանրության մոտ պարզ խոսենք, այդ մոտ այդ երկու շաբաթը դարձավ թիվ 1 քաղաքական օրակարգը, հանրության, նաեւ մեդիա օրակարգը, այս ուղղությունը մենք պետք է պահենք, անընդհատ խոսել մեր գերիներից, հիշեցնել այդ մասին, արդից օգտվելով մեկ անգամ եւս նաեւ մեզ էլ բազմաթիվ մարդիկ հարցնում են ինչով օգնենք։ Առնվազն սոցցանցերում օրը մեկ անգամ գրառում արեք գերիների մասին։ Ուղղակի այդ մարդկանց նկարները, որ մենք ունենք գերիներ Բաքվի բանտում, այսինքն բոլորս գիտենք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Facebook-ում եւ TikTok-ում են իրենց օրն անցկացնում։ Դրա համար անընդհատ մենք պետք է սոցցանցերն ողողենք, որ այդ մարդիկ էլ տեսնեն։ Ու նաեւ այն աղմուկը, որ Ռուբեն Վարդյանը այդ ծայրահեղ քայլին գնալով հացադուլ հայտարարով բարձրացրեց, ֆիքսենք, որ միջազգային հանրության մոտ էլ մի փոքր տեղաշարժ եղավ։ Եվրոխորհրդարանի որոշումները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի, այսինքն սա հեշտ չէ, այսինքն մենք պետք է շարունակենք այս պայքարը ու նաև պարզ խոսենք, Ալիևն էլ է շատ լավ հասկանում, ինչքան էլ այդ մարդը բռնապետ է, բայց ինքը իր շահը լավ գիտի, այդ ճնշումների դեպքում ինքը որոշակի զիջումների մեկ է գնալու է։ Իհարկե, դժվար վիճակ է, այստեղ մի կողմից համբիտ Նիկոլի թիմի դեմ, պայքարել գերիների Այս նաև Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, բայց կապ չունի։ Կարելի ասել, այսպես ասած, այնպես մղձավանջային իրավիճակում մտքով կանցնի մեր քաղաքացիները Բաքվի բանտում գերի են, մենք փոխանակ պայքարենք Բաքվի իշխանությունների դեմ, մենք գնում ենք բողոքում ենք, հա, ցույց ենք անում Հայաստանի կառավարության դեմ։ Այս աբսուրդ է, իսկ մենք գնում ենք Հայաստանի կառավարությունից, պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիներին պաշտպանի, երբ որ Հայաստանի կառավարությունը պետք է այդ ակցիաները կազմակերպի Սփյուռքում, միջազգային կառույցների մոտ, միջազգային դերակատարների մոտ, այս ուղղակի նաև ոչ միայն Բաքվի բանտում գտնվող գերիների արկայությունն է մեր արժանապատվության նվաստացումը, այլ նաև նվաստացում է, երբ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը գնում են Հայաստանի իշխանությունից, խնդրում են, պահանջում են, որ գերիներով զբաղվի, այս նաև միջազգային հանրության մոտ ենք, որ նվաստանում, թե ձեր իշխանությունը ինչպես է վերաբերվում իր հայրենակիցներին, սա նաև մեր ազգի, մեր պետության մասն է խոսում, բայց մյուս կողմից նաև միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը դա Նիկոլ Փաշինյանը չէ, դա հայ ժողովուրդն է, այս մեկ Այո, բայց հայ ժողովուրդը գոնե գերիների հարցով հայ ժողովուրդը նորից կոչ եմ անում, պետք է ցույց տա, որ մենք պատասխանատու ենք այս մարդկանց, անընդհատ խոսել ու նաև հարավակները չենք տեսնում, այո, մենք մեզ ցավոք սրտի չենք կարող համեմատել Իսրայելի ժողովրդի հետ, որ հաղթարշավը տոնելով ըստ իրենց, այս թշնամուն այսպես ողին հավասարացնելով քաղաքները
գնում է առաջ, բայց 100,000 մարդ դուրս է գալիս, ասում է կապ չունի գերիներին բերել։ Ու նաև լրատվամիջոցներին մեկ անգամ եւս շնորհակալ եմ բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր այս հարցը բարձրացնում են, անընդհատ խոսում են, նորից խնդրում եմ, կոչ եմ անում, անընդհատ ուղղակի են, որ ասում բազմաթիվ ինֆորմացիա կա, նույնիսկ այն որ ասում ոչ օրվա ինֆորմացիան, անընդհատ այս մասին մենք պետք է հիշեցնենք, որտեղ բոլորս հասկանում ենք, չէ՞, միջազգային կառույցներն շատ լավ մեր լրահոսին հետևում են, թե Հայաստանի քաղաքական օրակարգում ինչ է կատարում, հետեւաբար այս թեման մենք անընդհատ պետք է պահենք ուշադրության կենտրոնում, որ ինչ որ մի ճնշում Ադրբեջանի իշխանության նկատմամբ միջազգային հանրությունը գործադրի։ Եվ ձեզ էլ մյուս ուժերին էլ չնայել 5 հոգով կլինի 10 հոգով, 100 հոգով այդ պայքարը դառնա ամենօրյա։ Անպայման ու նաև մենք ունենալով տարբեր հակասություններ, տարբեր քաղաքական ուժերի հետ, այս այն օրակարգն է, որ մենք հրապարակային ասել ենք, հիմա էլ ենք ասում։ Ցանկացած քաղաքական ուժում հետ մենք ունենք բազմաթիվ տարաձայնություններ։ Գերիների հարցով ցանկացած ակցիայի, ցանկացած նախաձեռնությանը մենք մեր միշտ աջակցությունը ցուցաբերում ենք։ Այսինքն ցանկը նույնիսկ առանց ներգրավելու, նույնիսկ եթե ակցիա ենք մենք գնում ենք մեր համար որպես քաղաքացիներ ընտեղ ներկա ենք գնում։ Դրա համար բոլորին կոչ եմ անում ցանկացած ձևով այս հարցը ակտիվ պահել օրակարգում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։